ինչ-որ մի հատ անտեր, անտիրական, դեռևս չհաստատված հրթիռ եկե հասել է Նախիջևանի օդանավակայան։ 2 հատ անօթաչու թռչող սարք։ Իրավիճակը էլ ավելի սրվում է։ Չէին կարող գալ ուղակի շփոթված, ճանապարհին գային ընկնեին այնտեղ։ Դեռ Ադրբեջանը իրենց համար դիտարկվում է իրանական աշխարհի մի մասնիկը։ Բայց նաև հակառակն է ներկայացվում, որ Ադրբեջանն էլ կարա Իրանի ներսը խառնի, որովհետև 20 միլիոն ադրբեջանցիներ են այնտեղ ապրում։ Դա աշխարհի բացառիկ եկնից մեկն է, որ ոչ թե Իրանն է նվաճել, այլ ինքն է կայսրություններ նվաճել։ Վատագույն սցենարը մենք տեսնում ենք, որ կարող է լինել այն, որ փորձեն Իրանը ներսից մասնատել։ Իսրայելը կարող է այդպեսի բան ուզենա, բայց ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներում այդպեսի լուրջ մտքեր կան։ Ասենք քրդերին քանի դրվագում են օգտագործել, քանի ազգի դեմ։ Իրանի միջուկային ծրագրի ամենամեծ ճշնամիներից մեկը նաև Ռուսաստանն էր։ Ես տեսնում եմ պլյուս մինուս ԵՄ ՆԱՏՕ ներգրավվածություն արդեն ամբողջ process-ին։ Ընկերներ, ողջույն, Պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր նորից քննարկելու ենք Իրան-Իսրայել ԱՄՆ պատերազմը, որը իրականում Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմը չի արդեն, այլ շատ ավելի լայնամասշտաբ գործընթացի հետ գործ ունենք եւ ներքաշված են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, ծոցի արաբական միապետությունները, այլ երկրներ, նաև արդեն իմացանք, որ ինչ-որ մի հատ անտեր, անտիրական, դեռևս չհաստատված հրթիռ եկե հասել է Նախիջևանի օդանավակայան։ 2 հատ անօթաչու թռչող սարք։ Հրթիռ չէր, անօթաչու էր, անօթաչու, հա։ Եվ հələ դեռևս չհաստատված, չգիտենք որ կողմից, ամենայն հավանականությամբ սխալ մոլորված անօթաչու է, միգուցե չգիտենք։ Այս պայդրությամբ մենք գիտենք, որ պատասխանատվություն չի վերցվում մի կողմից, այս պայլ որ մենք ունենք, որ այո մենք ենք արել լավ ենք արել։ Անօթաչուներ են հասել նաև Թուրքիայից եղել է կոշտ պատասխան։ Թուրքիայինը ինջիրլիկ ամերիկյան ռազմաբազային է եղել, հա։ Այո, Այսինքն այնտեղ կոնկրետ է։ Եվ Թուրքիայից եղավ կոշտ արձագանքեր կան նաև ՆԱՏՕ-ից։ Մի խոսքով իրավիճակը էլ ավելի սրվում է, մեր նախորդ եթերի լավատեսությունը մի փոքր Ես չէի ասի որ մենք լավատես ենք եղել նախորդ եթե այնուամենայնիվ հույսեր կար որ իրավիճակը ռազմական իրավիճակը էլ ավելի չի խորանա շուկան ցնցումների չի ենթարկվի նավթի գները էլ ավելի ուժգին չեն տատանվի բայց ամեն ինչ հակառակ ուղղությամբ է գնում եւ ամենակարևոր բանը որ կուզենանք արձանագրել Իրանի դեմ պատերազմելու նոր ճակերտների մեջ իհարկե նոր գործիքակազմ են Իսրայելը եւ Միացյալ Նահանգները առաջ մղում, որն է Իրանի կազմաքանդման ծրագիրը, այսինքն օգտագործելով քրդական գործոնը հասնել Իրանում ներքին խժժությունների, կենտրոնական իշխանության տապալման եւ երկրի մասնատման, իսկ գիտենք, որ Իրանը բավականին մեծ պետություն է, բազմաէթնիկ, բազմակրոն, բազմակոնֆեսիոնալ եւ կենտրոնական իշխանության վերահսկողության անկման պարագայում այստեղ կարող են լուրջ սեպարատիստական շարժումներ ի հայտ գալ, որոնք իրականում կան եւ հանգեցնել երկրի ծվեն լինելուն։ Սա իհարկե ամենածայրահեղական սցենարն է, որ կարող է լինել դեռևս վաղ է, բայց քրդերի մասով ուզում քրդերի մասով հերքում են կարպիս։ Հերքում են։ Այո, հերքում են, համ քրդերն են հերքում, համ էլ Իրանից չկա հաստատված տեղեկություն, բայց ոչ մեկ չի կարող հերքել, որ քանի որ լուրը դրվել է ամերիկյան կողմից շրջանառության մեջ չի բացառվում, այսինքն այս փուլում հերքում, իմ ասում են չկա տես բան, բայց ինչ որ փուլում հնարավոր է դա այս բան հերքում են որպես գործիք կիրառելը, բայց որևէ մեկը չի կարող հերքել, որ Իրանում կա քրդական խնդրեմ։ Ես դրա համար եմ ասում, այսինքն այս պահին, որպեսզի մարդիկ չասեն, բայց հերքում են, ոնց է քննարկում, մենք քննարկում ենք հնարավոր սցենարը, որ եթե փոքրամասնություններին օգտագործեն Իրանի ներսում եւ հարևան երկրներից նաեւ աշխատեն Իրանի մասնատման վրա, մենք այդ սցենարն ենք քննարկում, որը կարող է լինել ծայրահեղ ված սցենար նաեւ Հայաստանի Հանրապետության հասկանում հերքում են Իրաքից քրդերի անցնելը Իրան։ Այո,
Դա լուր տրվեց, որ Իրաքից քրդական ջոկատներ են լավ զինված, ամերիկյան հետախուզության կողմից զինված, մտել եւ դիրքեր զբաղեցրել արդեն Իրանի քրդական տարածքներում։ Եվ մարտեր են նմանատիպ լուր գնաց։ Դա հերկվել է Իրաքի քուրդերի կողմից եւ նաեւ Իրանում չկա նման հաստատում, այսինքն որ գոյություն ունի որևէ հողի վրա boots on ground որ ասում են, չէ, այսինքն չեմ կամ թարգմանեմ, հողի վրա ընթացող օպերացիա։ Հիմնականում այս պահին տեղի է ունենում օդային հարվածներ, իրականում շատ սարսափելի, ես կասեի, օդային հարվածներ, անդադար եւ ամբողջ հիմա սկսում են նաեւ թիրախավորել ամբողջ ենթակառուցվածքները եւ այս իմաստով ես նաև հասկանում եմ, ուսումնասիրում եմ ամբողջը եւ տեսնում եմ, որ հիմա հիմնական խնդիրը դրվել է ամերիկա-իսրայելական ուժերի կողմից, որպեսզի թիրախային կարողանան ոչնչացնել դրոններ, անօդաչու թռչող սարքեր արձակող եւ նաև արտադրող համապատասխան բալիստիկ եւ այլն ռակետներ արձակող կետերը հարվածել, սպանել այդ մարդկանց, կետերը ոչնչացնել եւ նաև այո արտադրությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ նաև այնց անցած անգամ խոսեցինք, որ դա ասիմետրիկ ինչ որ ցանցային ապակենտրոն մի հատ համակարգ է գործում, որ վերջին երկու օրվա տվյալներով ավելի քիչ անօդաչու թռչող սարքեր են օտարցակվել եւ ռակետներ արկեր, բայց պրոբլեմը նաև այն է, որ Պարսի ոչնչացրել են, դա պատճառով է, թե ինչի պատճառով։ Պրոբլեմը նաև այն է, պարոն Մարուկյան, որ Իրանը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք եւ տեսնում ենք Ատլասի վրա, քան որ Ատլասների վրա մի փոքր սեղմվում է, այո, բայց իրականում շատ մեծ է։ Այո։ Աշխարհի խոշորագույն պետություններից մեկն է եւ շատ դժվար է գերճշգրիտ ռազմական գործողություններ իրականացնել այդ հսկայական տարածքում։ Մենք աշխարհագրությունը իմացող մարդիկ ենք։ Նախիջևանը որ կողմում է, Իսրայելը որ կողմում եւ ԱՄՆ ռազմաբազաները որ կողմում։ Այսինքն անօդաչու թռչող սարքերը, որոնք եկել են Նախիջևանի օդանավակայան, նրանք ոնց ես մտածում եմ չէին կարող գալ ուղակի շփոթված ճանապարհին գային ընկնեին այնտեղ։ Այսինքն դրանք այլ ուղությամբ են, եթե ոչ հակառակ։ Այսինքն այս իմաստով սա ինչ ուղերձ է։ Կաղա սխալմունք է, կաղա Թուրքիա էր գնում, կաղա իսկապես ուղերձ էին հղում Ադրբեջանին, դե մենք գիտենք, որ Ադրբեջանում տարիներ, տասնամյակներ շարունակ բուծվել է նաև Իսրայելի մասնակցությամբ ռեժիմ, որը անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել ընդդեմ Իրանի։ Եվ պատահական չէր Ղարաբաղյան պատերազմը, պատահական չէր Ղարաբաղի հայաթափումը, ըստ էության ուղղակի թե անուղղակի գործ ունենք մի հատ շղթայի հետ, պատահական չի Ալիևի ռեժիմի այդ աստիճան կարևորումը Վաշինգտոնում։ Եթե մենք նայենք ուշադրություն դարձնենք, Հայաստանի հետ վերաբերվում են այնքանավոր դերևս, բայց տեսնում ենք Ալիևի հետի մարդիկ։ Հա, Ալիևի ընկերը, բայց մենք տեսնում ենք, թե ինչ առանցքային կարևորություն է տրվում Ալիևին եւ Ադրբեջանին, ինչպես Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, այնպես էլ եվրոպական երկրների կողմից։ Իսկ այդ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունում հետեւություններ չէին անում, օրինակ 20 թվականի պատերազմի ժամանակ, այն իմաստով, որ այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավում է եւ օթանավականներ սկսեցին կառուցել անմիջապես, դա վաղը մյուս օրը հիպոթետիկ, դե հիմա չենք ասում հենց հիմա, բայց հիպոթետիկ կարող օգտագործվել Իրանի Իսլամական Հանրապետության Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք իրան թույլ չի տվել եւ չի տա պրոհայկական դիրքավորում ընդդեմ Ադրբեջանի, որովհետեւ Ադրբեջանը իրենց համար դիտարկվում է իրանական աշխարհի մի մասնիկը, որը նաեւ շիական աշխարհի մի մասնիկն է, որովհետեւ այդ նույն նահատակված Ալի Խամենեին ադրբեջանցի շիաների հոգևոր առաջնորդն էր։ Բայց միևնույն ժամանակ հայկական մամուլում, Facebook-ում, սոցցանցերում մարդիկ տարածում են Ալի Խամենեի հայն հայտարարությունը, որ եթե չեմ սխալ, մեծ ձևակերպում, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, թե իսլամական հողը պետքա վերադարձվի իրաց։ Շուշտրի հայերի որ ահա այդ տեսեք ինչա ինքն է ասե բան տենց։ Շուշտրի հայերի նեղացած, վիրավորված ինչ որ տգեղ դիրքավորում, իրանք տան ամեն ինչ ավիրեն, վարիտան, վերջում էլ մեղադրեն աչուձախ բոլորին։ Իրանը միշտ առաջնորդվել է
գոնե այսպիսի հարցերում, համանման հարցերում միջազգային նորմերով։ Եվ եթե մենք դա դիտարկում ենք որպես Ադրբեջան, եւ սկսեցին դիտարկել որպես Ադրբեջան, ինչի պետք է ինքը դա որպես Ադրբեջան չդիտարկեր։ Ինչա՞ մեզ թվում որ պետք է Իրանը սկսի պաշտպանել հայ դատը։ Կամ եթե ամբողջ աշխարհը Ջաբրայելը Ֆիզուլին հայ դատը չկար։ Հա, Ջաբրայելը Ֆիզուլին Աղդամը ճանաչում Ադրբեջանի կազմում Իրանը որը բանից սկսած կամ ինչի պետք է սկսի դա բանա Հայաստան համարել։ Դա մենք էլ դա բանա Հայաստան չենք համարել։ Ինչ ենք ուզում։ Ես հասկանում եմ ինչ ես ասում, որովհետև նույն քննարկումը կա Ռուսաստանի նախագահի մասով։ Որ չէ որ նա դեկտեմբերի 3-ին, եթե չեմ սխալվում, լավ, դեկտեմբերին, նոյեմբերի 10-ի փաստաթղթ ստորագրելուց հետո էր։ Հարցազրույցում ասել էր, որ այդ տարածքները համարվում են միջազգային օրեն Ադրբեջանին է եւ Հայաստանը չի ճանաչել։ Ոսմին բա ինքն է ասել, որ Ադրբեջանը ինչ է ուզում։ Այսինքն նենց այդ հարցը քննարկվում, որ իբր բանը Ռուսաստանն ուներ տարածքային վեճ Ադրբեջանի հետ, էլի ոչ թե մենք։ Մենք կապ չունենք։ Մենք ինքներս իրանք ունեին, իրանք ասում են Ադրբեջանը, իրանք ասում են մենք պետք է ասենք։ Մենք ինքներս մեզ համար ինչ որ միֆեր ենք ստեղծում, ինչ որ պետություններից, ինչ որ կեղծ ակնկալիքներ ենք սպասում։ Մենք ինքներս մեր համար ոչ մեկ մեզ այդպեսի ակնկալիքների խոսում չի տվել։ Իրան, Ռուսաստան եւ այլն։ Հետո չի ստացվում, հիասթափվում ենք։ Եղբայր, Իրանի դիրքորոշումը միշտ այդպես է եղել, որ Ադրբեջանի տարածքները օկուպացված են։ Միշտ այդպես է եղել։ Խոսքը 7 շրջանների մասին է։ Աշխարհի բոլոր երկրների դիրքորոշումը այդպեսին է եղել, որ մենք այդ տարածքները զբաղեցրել ենք, որ պետքա վերադարձնենք։ Եվ հիմա որ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը մանիպուլացնում է, ոնց տղա ենք, պահում ենք։ Այդ ինչ ասելու բան է։ Լևոն Տեր-Պետրոսյանը բանի մասին չէր խոսում։ Արցախը պայել չպայելու մասին Լևոն Տեր-Պետրոսյանը 7 շրջանների մասին էր ասում։ Հա, թեթարքի։ Մյուս կողմից Սերժ Սարգսյանը այդպես մանիպուլացնելով արձագանքում է Լևոնին, տղա ենք, պահում ենք, բայց մյուս կողմից էլ հարկ եղած դեպքում ասում են մենք բանակցում ենք, որ հողերը հանձնենք այդ 7 շրջանները։ Դե հիմա լավ էլի, էս ինչ է կանում։ Ղարաբաղը տվեցինք, պրծանք, հիմա այդ մանիպուլյացիաներն նորից շարունակում են, բայց վերադառնանք Իրանին։ Նենց որ որևէ բան է էլի, սա ինչ-որ լակոտական փողոցային պրիմիտիվ հարաբերություններ չեն, էլի պետությունների մասին է խոսքը, միջազգային հարաբերությունների մասին է խոսքը եւ ես հավաստիացնում եմ, որ ես արվում ենք Իրանից նեղանալու որևէ պատճառ։ Չէ, ինչ որ մարդիկ ուրախանում էին, որ սպանվել է, ու ասում էին, ահա, այսպես հայտարարություն արել, դրամարել այդ այնպես լավ է եղել։ Ոնց մոտարապես էս էր մեր սոցցանցերի մակարդակը։ Իրանին վերաբերյալ տարիներ շարունակ մեր միջավայրում եղել են կեղծ չափազանցված ակնկալիքներ։ Իբրև թե մեր բարեկամ Իրանը, մեր դաշնակից Իրանը, բայց այստեղ ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ անում այդ պետությունը, ինչ դիրքավորում ունի այդ պետությունը եւ դրանից ինչ հետևանքներ կարող են լինել մեզ համար։ Մեզ որ համարում էին այդ տարածքները Ադրբեջանին է։ Կոնֆլիկտի ժամանակ եւ դրանից հետո եւ վերջին պատերազմի ժամանակ Իրանի տարածքով զենք չենք բերել։ Հենց այդ է հարցը։ Մենք սկսել ենք սիրել ականջներով եւ հրապարակային հաց եւ տեսարան ներկայացումներով Նիկոլ Փաշինյանական Հայաստանը այդպեսին է։ Այստեղ կարևորը հողի վրա թե իրականում ինչ է լինում, իսկ հողի վրա Իրանը ինչ է արել, որ Ադրբեջանը վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Ոչ մի բան չի արել, չէ՞։ Ինչ որ քայլ ձեռնարկել, ընդհանրապես շնորհավորել, որովհետեւ այդ երկիրը կարծում է իրանական աշխարհի մի մասնիկը իրեն բարեկամ եղբայրական երկիր է համարում Ադրբեջանը։ Մեր կառավարությունները շնորհավորում են։ Այսինքն ինչ եք մտածում, Այաթոլլա Ալի Խամենեին իր հավատակիցներին պետք է հայերի կապրիզների պատճառով մցներ ցեխը, լավ էլի ուղեղները հանած է։ Շիական պետություն է։ Ու նաև դա է պատճառը, որ Ալիևը անձամբ գնաց դեսպանատուն ցավակցելու։ Անձամբ գնաց գրառում արեց։ Իհարկե, Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխությունից հետո 78 թվականից հետո առաջնային նպատակներից մեկը ո՞րն է։ Հեղափոխության էքսպորտը։ Ինչի համար եղավ Իրան-Իրաքյան պատերազմը։ Բայց մտածում եք Իրանը տենց մտքեր, ծրագրեր չունի իսլամական հեղափոխությունը էքսպորտ անել դեպի Ադրբեջան։ Ոնց որ դեմոկրատիան է էքսպորտ արվում, այսինքն։ Ինչի։ Այսինքն դրա համար մենք կարող ենք ասել, որ Ալիևը նաև վախեր ունի այդ իմաստով։ Իհարկե վախեր ունի։ Որ մի քիչ նորմալ չփայեն իրանց, այնտեղ էլ կարա խառնվի, բայց նաև հակառակն է ներկայացվում, որ Ադրբեջանն էլ կարա Իրանի ներսով խառնի, որովհետև 20 միլիոն ադրբեջանցիներ են այնտեղ ապրում։ Դրան ինչ կասես։ Դա պարմարքան շատ բարդ հարց է։ Իրականում մենք Իրանը կամ Իրանի պես երկրներին շատ դժվար ենք կարողանում հասկանալ, եթե մասնագետներ չենք, որովհետև մեր համար աշխարհը շատ ավելի պարզ է, քան որ միատար երկիր ենք
ունենք մեր հայ առաքելական եկեղեցին, որը մենակ հայերինն է, ունենք մեր այբուբենը, որը մենակ հայերինն է, ունենք մեր լեզուն, որը մենակ հայերինն է, մեր ամեն ինչը մենք մեր մեջ պարփակված համակարգ ենք։ Ու Երևի հին նույներից, բյուզանդացիներից ժառանգած այս մոտեցում ունենք, որ մեր շրջապատող աշխարհին հստակ անուններ տանք դրանք ճանաչելու։ Պարսկաստանը դա պարսիկների երկիրն է։ Դա սրանք պարսիկներն են, սրանք անգլացիներն են, սրանք հույներն են։ Եվ նաև, քանի որ մենք ազգային պետություն ենք, մտածում ենք, որ մնացյալ աշխարհն է այդպես պետք է լինի։ Այսինքն պարս շարքային անգամ Վրաստանը տենց չի։ Հա, հայ մարդու հայացքը աշխարհին այդպես է, սա վրացին է, սա պարսիկն է, սա թուրքն է եւ այլն, բայց նույն Վրաստանն է, էլի, բազմաէթնիկ երկրն է, մեգրելներ կան, բաներ կան եւ այլն, բայց իրականում Իրանը էթնիկական միավոր չի։ Դա պարսիկների պետությունը չի։ Այս դա ուզում բացի։ Եվ վերջին հարյուրամյակներին չի եղել։ Եվ Իրանում այդ էթնիկական գործոնը յետին պլան է մղված, ընդհանրապես էական չի։ Ալի Խամենեին էլի թուրքական ծագում ուներ։ Ադրբեջանական թե թուրքական։ Ես դրան ասեմ թուրքական, թե յուրքական, թուրքական չէ։ Դա շատ տեղերում գրված էր ադրբեջանական դրա մասը։ Այդ տերմինն էլ կարանք անանդառնանք, կարանք էդ էլ ասենք Մասուդ Փեժեսկյանը, Մասուդ Բժիշկյանը Իրանի նախագահը էլի թուրքական ծագում ունի։ Իրանական դինաստիաները, հա, Ալի Լարիջանին հիշենք, հա, իր ծագումը չեմ հիշում, կարող ֆարսի, չգիտեմ, բայց ով ասես կարող լինի, դա ընդհանրապես կապ չունի։ Դա ընդհանրապես կարևոր չի, այստեղ առաջնային պլանը մղված բանը իրանական աշխարհը, իրանական այդ մշակութային միջավայրը եւ առաջին հերթին ֆարսին, լեզուն, որը սոսնձում է միավորում է բոլորին, որովհետեւ դա աշխարհի բացառիկ երկրներից մեկն է, որ ոչ թե Իրանն է նվաճել, այլ ինքն է կայսրություններ նվաճել իր ազդեցությամբ, որովհետև եթե նայենք տարիների ընթացքում այնպիսի խոշոր կայսրություններ են պարսկերին է վերցրել իրենց համար կիրառելի լեզու, որ զարմանում ես, չգիտեմ, մոնղոլական իլխանությունը, սելջուկ թուրքական կայսրությունը, Հնդկաստանի այդ մեծ մոգոլների պետությունը, չգիտեմ, պարսկախոսային նաև ակոյունները, կարակոյունները, հետո նաև սեֆյանները, այսինքն այստեղ ամենակարևոր բանը առաջին հերթին լեզուն է, պարսից լեզուն, որ սոսնձում է բոլորին, շիական կրոնը եւ հետո արդեն այդ իրանական մշակույթի տարատեսակ դրսևորումները, այսինքն այստեղ էթնիկականը, ազգայինը, պարսկ ժամանակակից պարսկերում ազգ բառ չկա։ Հետարքի բան ես ասում, չեմ մտածել։ Ուրիշ բաներ են ինչ որ կիրառում։ Միջին պարսկերենում եղել է։ Բայց նոր պարսկերենում, որը 9-րդ դարից է, 9-րդ 8-րդ դարից է, 8-9-րդ դարերից է գալիս, չկա։ Սա լրիվ ուրիշ հասկացություն է, ունիվերսալ աշխարհ է, բայց որ չկա չի նշանակում չի լինի։ Հասկանում եք, օրինակ նույն Ադրբեջանը մինչև 19-րդ դարը համարվում էր իրանական աշխարհի մի մասնիկը։ Բայց ռուսական նվաճումները նաև այդ տարածաշրջան 19-րդ դարից սկսած բերեցին եվրոպական գաղափարներ, ազգային պետությունների, քաղաքացիական մարդու իրավունքներ եւ այլն, եւ Ադրբեջանը կտրվեց այնց իրանական աշխարհից եւ ի հայտ եկավ այդ ադրբեջանցի քաղաքական ազգ եզրույթը, բայց հիմա չի նշանակում, որ այսպիսի գաղափարներ չեն կարող էլի տարածվել եւ հանգեցնել սեպարատիզմի, այդ նույն ադրբեջանցիների հիշություն կրտելը եւ այլն։ Հետգանք պատերազմ, այսինքն վատագույն սցենարը մենք տեսնում ենք, որ կարող է լինել այն, որ փորձեն Իրանը ներսից մասնատել։ Մարդիկ տարածում են Ժիրինովսկու մի վերլուծություն, որ ինքը ասում է, որ լինելու է պատերազմ հարձակվելու են Իրանի վրա, որպեսզի փախստականների մեծ հոսք գնա դեպի հյուսիսային Կովկաս եւ վնասեն դրանով Ռուսաստանի Դաշնությանը, այսինքն միտք նման պլան կա, նման ծրագիր կա եւ մեր մասով ինձ թվում է մեր համար ամենավտանգավորն այն կլինի, որ այդ մասնատման process-ը տեղի ունենա։ Օրինակ ես այդ սցենարն եմ շատ մեր համար վատագույն է նայում։ Իսկ Իսրայելը կարող է այդպեսի բան ուզենա, բայց ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներում այդպեսի լուրջ մտքեր կան։ Ու Թրամփի մտքում կարող է լինի, եկեք խոստովանանք, որ Թրամփը առանձնապես մեծ մտածող չի,
եւ պահի ազդեցությամբ կարող են կողքից ինչ-որ այդպիսի գաղափարներ ներարկել նրա մեջ ու ինքը սկսի դրա մասին մտածել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այս պատերազմն ինքը հստակ ծրագիր չունի։ Այո, դա արձանագրված է եւ կոնգրեսում եւ սենատում բոլորը այդ ասում։ Բայց Միացյալ Նահանգների ինտելեկտուալ շրջանակները վստահաբար չեն ուզենա, որ Իրանը այդպիսի ճակատագրի արժանանա, որովհետեւ դա կարող է հանգեցնել, կարող է չէ, հաստատ կհանգեցնի քաոսի, ավերածությունների, դե արդեն հիմա քաոսի է վերածվել։ Օրինակ հիմա նայ։ Դե պատկերացրեք ռեգիոնում մի քանի իսլամական պետություններ, ահաբեկիչներ, տերորիստներ, ու պատկերացնում եք այդ որոշակի հարստացված ուրանանգնի ինչ-որ ուրիշ մարդկանց ձեռքը, այդքան հսկայական սպառազինություն կա։ Դա ոնց որ Ռուսաստանին չեն փոխանցել, ինչ որ մի պահ տենց այդ ձևի լուր կար, որ Ռուսաստանին փոխանցել։ Ես ուզում եմ գիտես որ մասը քննարկենք, որ այս պատերազմը պետք է հասկանալ այն ինչպես կարող է ավարտվել, դες որտեվ շատերը մտածում են որ էսա դե որ ասենք մի շաբաթ էլ կլինեն ռմբակոծություններ ու պատերազմը կավարտվի։ Այսինքն ես տեսնում եմ որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր գործողություններով փորձում է միջազգային էներգետիկ շուկայում առաջացնել ճգնաժամ, հարվածելով Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես արևմուտքին սպասարկող էներգետիկ ենթակառուցվածքներին, նաև փակելով Հորմուզի նեղոցը, որ արդեն հայտարարեցին, որ թույլ կբացում ենք, բայց ԱՄՆ եւ ԵՄ երկրներ որևէ նավթամթերք կամ այլ բան տեղափոխող նավերին թույլ չենք տալու անցնեն, կխորտակենք, նաև նավեր են խոցել այդտեղ, եւ այս իմաստով ես տեսնում եմ, որ արևմտյան պլանը հետեւյալն է այս պահին հնարավորինս հարվածներով դադարեցնել հարցակումը իրանական Պարսից ծոցի երկրների վրա, որ արաբական աշխարհը մի հատ հանդարտվի ասի լավ, դե լավ, սկսում ենք նորմալ հունի գալ ապրելու եւ որից հետո նոր փորձել երկրի ներսում որևէ բան անել, որովհետեւ կարծես նայ, եթե չեն հաջողում շատ արագ դադարեցնել այդ անսահմանափակ այդ անօթաչու սարքերի որ հարվածային այդ սարքերը գնում են դեպի տարբեր երկրներ, ռազմաբազաներին հարվածում, Իրանը պնդում է, որ 500 ամերիկյան զինվորական են արդեն սպանել, Միացյալ Նահանգները չի հաստատում, եթե չեմ սխալվում 5-ին են հաստատել, բայց եթե սա շարունակվում է, այսինքն անցած հաղորդման մեր լավատեսությունը որ դե լավ նավթի գները այդքան չեն բարձրանա, ինչ որ զապասներ ունեն, բան չէ, ինչ որ բաներ կա։ Մենք ասում ենք չեն բարձրանա, եթե այսինչ բաները չլինեն, այդ բաները լինում են։ Բայց արդեն այդ բաները լինում են, գները բարձրանում են, հետարքիր հայտարարություն է արել ՌԴ նախագահը 2 օր առաջ, որ եթե Եվրոմիությունը որոշել է, որ 2 ամսից թե մի ամսից կասեցնի գազի գնումը մեզանից, ինչ կարծիք եք, որ մենք այնա հիմա դադարեցնենք, այսինքն ինքը ըստ էության ժողովրդի ասած կրակի վրա բենզին է լցնում, այսինքն այդ էներգետիկ ճգնաժամի մեջ իր ներդրումն ունենում է, բնականաբար ԵՄ-ում չէին մտածել, որ տենց են, որ ռուսական գազից հրաժարվում են, հեսա ուրիշ կողմերից եկող գազերի խնդիրը չեն ունենալու, եւ ես մտածում եմ, որ այսինքն փորձ է արվելու հնարավորինս ջախջախել այդ հարվածային ունակությունները Իրանի Իսլամական Հանրապետության։ Եթե դա չի ստացվում, օրինակ, դա ստացվելու պարագայում բարձր, եթե ստացվում է, չեն կարող, այսինքն երկրի ներսում ռեժիմը կարող է պահպանել նույնը, բայց այդ վրեժ լուծելու եւ պատասխան տալու ունակությունը վերացնելու են։ Եթե ստացվեց վերացնել։ Օրինակ, եթե դա չի ստացվում, ինչքան են իրանք այդ հարվածները հասցնել, ինչ ա լինել։ Իրանի իմաստանման հետ կապված մի բան էլ ասեմ։ Եթե նայենք օրինակ Իրաքը ու Սիրիան, Հորդանանը, սահմանները արհեստական են։ Ուղիղ գծեր են, չէ՞։ Անապատում եւ այդ անապատում ապրող մարդու համար հիմա չգիտեմ, բայց մի ահագին ժամանակ ընդհանրապես էական չի, չգիտեմ, ինքը Հորդանանում է իր ուխտերով թե բանում Իրաքում թե Սիրիայում, բայց Իրանի սահմանները շատ բնական են։ Մշակութային սահմանները շատ բնական են։ Եվ այստեղ դրա համար սեպարատիզմը շատ դժվարանում է, որտեղ խոսքը Իրան պետության մասին էլ չի, այդքան ինչքան իրանական աշխարհի։ Այսինքն աշխարհագրության մասին է ըստ էության, ոչ թե հենց պետության մշակութային աշխարհագրության մասին է խոսքը, որովհետև պետք չէ մտածել այնտեղ ապրող սաղ քրդերը կամ թուրքերը, այտենց քնում հելում են, ուզում են անկախանան, որովհետև իրանք իրանցի են համարում։ Այո, մի զգալի մասը։ Եվ այդ քրդական խնդրը եթե կար նաև շահի ժամանակ, եւ այնպես չի որ ուզում էին անկախանան։ Եվ այնտեղ նաև դիսկուրս կար ինքնավարության մասին, ինչ որ
ֆեդերատիվ կառավարման անցնելու մասին էսպիսի խոսակցություն, բայց պետք չի նշանակում, որտեղ բոլորը զինված քրդերը, թուրքերը սպասում են, որ իրանից անջատվեն։ Այաթոլաների ռեժիմը տապալվի, կաղա, չգիտեմ, այդ իրանական Ադրբեջան եզրույթը կիրառենք, այնտեղից ինչ-որ մեկը գա իշխանության եւ ձևավորվի հերթական իրանական դինաստիան։ Թուրքական պետություն չի դառնալու։ Դա Իրանն է, Իրանի մշակութային սահմաններն են, դրանք էլ Իրանի մարդիկ են։ Իրանցիներ են։ Հայ-թուրքի բազարը չի, էլի։ Այստեղ շատ բարդ է, քրդերն էլ այդ տարածաշրջանի բնիկն են։ Ու երրորդ էթնոսն են։ Դե թեզն է բերվում, որ քրդերը աշխարհում շուրջ 40 միլիոն են եւ ուզում են պետություն ունենան, հիմա Կարամիացել նահանգները օգնի պետություն ունենան, դա ինչ-որ դա երազանք, հա։ Ասենք քրդերին քանի դրվագում են օգտագործել, քանի ազգի դեմ։ Դե նա մի քանի տարի առաջ Սիրիայի դեպքերը գիտենք։ Հա, մի քանի տարի առաջ քրդերը ուզում էին անկախություն հռչակեն, ամբողջ աշխարհը դեմ էր, Իրանները դեմ, Իրաքը, Սիրիան, Թուրքիան, բոլորը, այստեղ նաև Թուրքիայի վտանգավոր միջամտությունը կարա լինի, որովհետև Թուրքիայի համար դա կարմիր գիծ է։ Ես ուզում եմ Եվրոպան քննարկենք հիմա, Կարպիս։ Եվրոպան քննարկենք, որովհետև տես ինչ տեղի ունեցավ։ Իսպանիայի վարչապետը ասաց, որ միջազգային իրավունքի խախտում է տեղի ունեցել, մենք չենք աջակցում։ Նախագահ Թրամփը քննադատեց նրան, որ Իսպանիան չի տրամադրել իր ռազմաբազաները մեզ եւ դրա համար ես հանձնարարել եմ ամբողջ առևտուրը դադարեցնել, որից հետո լուրեր թրացվեցին։ Ծիծաղած գալիս է, բայց որ Միացյալ Նահանգները օգտագործում են իսպանական ռազմաբազաները եւ սակայն իբր Իսպանիայի առանց Իսպանիայի թույլտվության։ Այս մեկ, մյուսը Գերմանիայի կանցլեր Մերցը գտնում էր Սպիտակ տանը եւ Թրամփը խոսեց Իսպանիայի մասին։ Նրա ներկայությամբ ԵՄ անդամ պետություններ են եւ Մերցը որևէ կերպ ռուսերեն ասած պաստուպիտ չարեց, լռեց, որը շատ ցույց քննադատության է ընթերք հիմա Մերցը եւ Գերմանիան տես ինչ որ բան գծի մեջ է, տենց ոնց ասեմ, ռազմատենչ, ռազմայնասիական, որ այո մենք ձեր հետ ենք բան եւ հետո նախագահ Մակրոնը Ֆրանսիայի նույնպես ասաց, որ միջազգային իրավունքով որևէ կերպ սա հիմնավորված չէ, բայց միևնույն ժամանակ քանի որ ֆրանսիական ռազմաբազա է հարվածվել, ֆրանսիական ավիակիր է Շարլ դե Գոլը ուղևորվում է դեպի տարածաշրջան, որը մի տարի վերանորոգման է կանգնած, ավիակիրը մի տարի մի կերպ աշխատում է, հետո նորից տանում են վերանորոգման։ Շատ հին է ինքը, այո։ Հա, ըստ էության ես տեսնում եմ պլյուս մինուս ԵՄ ՆԱՏՕ ներգրավվածություն արդեն ամբողջ process-ին։ Այսինքն այս պատերազմը Կարպիս Իսրայելա ամերիկյան չի այլևս։ Դե ՆԱՏՕ-ի քարտուղարն էլ հայտարարեց, որ իրենք քայլեր են ձեռնարկում պաշտպանության համար։ Ես ուզում եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մայք Ռուտին էլ անդրադառնալ, ով Նիդերլանդների վարչապետն եւ այս ժամանակ հետ արետ ունեցել եմ շփվելու, ուզում եմ ասել, որ իրեն հարց տվեցին, ասացին դուք հայտարարեք, որ հնարավոր է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը գործի։ Դուք ի՞նչ նկատի ունեք։ Դուք նկատի ունեք, որ Թուրքիան հարվածվել է որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Ինքը ասեց, եկեք նախ հարցը սկսենք այստեղից, որ Թուրքիան կարողացել է այդ արկերը օթում կանգնեցնել, բռնել, խփել, գցել, բան եւ ահա ՆԱՏՕ-ի ուժը դա է, բան եւ այլն։ Ես ասում եմ, բայց ամեն դեպքում ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը այստեղ գործարկելի չէ, որովհետեւ դե հարցակում մեկի վրա, հարցակում բոլորի վրա, բոլորը կարող են պատերազմ հայտարարել։ ՆԱՏՕ-ն կարող է պատերազմի մեջ ներքաշվել։ 5-րդ հոդվածը սկսի գործածվել, որը պատմության մեջ մեկ անգամ է գործողության մեջ դրվել Միացյալ Նահանգներում սեպտեմբերի 11-ի հարձակումից հետո։ Եվ գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ասում է, որ չէ, դե ՆԱՏՕ-ն այտենց իր կանոնադրության համաձայն չի գործում, բայց մեր ամբողջ մեր ռեսուրսները, մեր գործընկերներով մենք այո, բան ենք անում, բան կանգնած ենք, այսինքն ինչ եղավ։ Իրանը մնում է միայնակ, թե ունի ՌԴ-ի եւ Չինաստանի եւ միգուցե նաեւ Հնդկաստանի, որը 500 միլիարդ դոլար փող է ծախսել Ջաբահար 500 միլիարդ թե 500 միլիոն այդ ոնց է կոչվում Ջաբահար պորտի վրա, որը որ ռմբակոծվեց 3 չի առաջին օրը եւ ինչն է սիմվոլիկ, որ Հնդկաստանի վարչապետ Մոդին հյուրընկալված էր Իսրայելում 9 տարի ընդհատումից հետո նման այցելություն, նման գրկախառնվում, ինչ որ ծովի ափին
կանգնած էին, ցենց զրուցում էին Բենյամին Նետանյահուի հետ եւ ահա ամբողջ ներդրումները հնդկական հիմա կասկածի տակ են։ Իսպանիայի հետ կապված մի բան ասեմ։ Խնդրեմ։ Իսպանիան չգիտենք իրան ոնց կպահի։ Ես սիրում եմ Իսպանիան։ Ես եմ շատ սիրում։ Բայց Իսպանիայի վարչապետին դա ուղղակի շատ էր պետք այդպես խոսել, քանի որ երկրում կան 2 միլիոն մուսուլմաններ։ Էլեկտորատ։ Կներես, որ երկրում չկան։ Իսպանիայում շատ կոմպակտ համայնք կա եւ դա պետք էր իսպանական վարչապետին ոչ ավելին։ Բայց կարող է հետո թույլ տանք կիրառեն։ Այսինքն զուտ այդ մասով ինքը, որովհետեւ նա ինքը հրապարակային այդ հայտարարությունն արել է, Թրամփը հրապարակային քննադատել է, բայց հետո բանից բարձում որ այդ բազաները լավ էլ օգտագործում են։ Մենք ամեն օր ապշում եւ ապշահարվում ենք եվրոպացի բյուրոկրատների սկզբունքայնությամբ։ Ես ամենայիմ համար այդ եղկելի պահվածքը որն է, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ բոլորը տեսել են, որ 5 շաբթի օր եղել է բանակցություններ, շաբաթ օրը ռմբակոծվել է երկիրը եւ սպանվել հոգեոր առաջնորդը, երկրի ղեկավարը եւ բազմաթիվ ղեկավարությունից բազմաթիվ մարդիկ, այնտեղ երեխաների դպրոց, հա արդեն 1000-ն անցել է զոհերի թիվը։ Ամբողջ աշխարհը սա տեսել է։ Եվ ԵՄ լիդերները, այդ թվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը, տարբեր ԵՄ անդամ երկրների ղեկավարներ կոչ են անում Իրանին դադարեցնել հարձակումները, խաղաղվել եւ եթե ոչ, ապա մենք քեզ կպատասխանենք եւ հասկանաս չեն ասում որ Իրանը ի պատասխան դրա է գործողություններ անում, այլ ասում են որ Իրանը հարձակվել է տարածաշրջանի բոլոր երկրների վրա։ Բոլոր։ Միայն հիմա այս բանը մնացել է միայն Հայաստանի Հանրապետությունը իր հարևան երկրներից, որտեղ չի եկել ոչ մի փախած անօթաչու թռչող սարք, դե ես շատ խիստ կասկածում եմ որ Ադրբեջանը փախած անօթաչու թռչող սարք է, դա նպատակային գործողություն է, որտեղ մի հատ չէր, երկու հատ էր։ Ամեն դեպքում, այսինքն Ժորժ ջան, սա նկարահանման պահին էսա տվյալը, կարող է այս նկարումից հետո 3 հատ էլ գնա այնտեղ կամ ուրիշ բաներ լինեն, ես հաշվի առեք։ Գանք Ռուսաստանին, խնդրեմ։ Սա ինչ-որ միֆ կա, այո։ Անդադ Facebook-ում դա Հա ես էլ եմ տեսել, դու ուզում ես ասես որ Պուտինի իր դաշնակցային հանձնում է, չէ՞։ Իրանը Պուտինի դաշնակիցը չի։ Նախ սկսենք տեղից։ Ռուսները աշխարհի լավագույն դիվանագետներից են։ 19-րդ դարից սկսած այդպես գալիս է։ Հիմա մի քիչ այդ դիվանագիտությունը մի քիչ տուժել էր։ Այսինքն մեր ԱԳՆ-ն չի։ Հա, իրենք շատ լավ հասկանում են ինչա կատարվում։ Իրանք Իրանին չեն աջակցելու այաթոլաների ռեժիմի համար իրենք իրենց չեն վտանգելու։ Իրենց մեծ հաշվով կարող է այս ամեն ինչը շատ ձեռնտու լինել։ Նավթի գնի բարձրացում, եթե նավթի գինը դառնա $100, Ռուսաստանում սարույթ կխփեն։ Ուրախությունից։ Իրենց համար շատ լավ է ուշադրությունը շեղվում է ուկրաինական ռազմաճակատից։ Իրենց շատ ձեռնտու է, որ Թրամփը հետևելով իր օրինակին ոչնչացնում է միջազգային կարգու կանոնը, որտեվ ինքն էլ է չէ արել դա։ Այո։ Ղրիմը անեքսիա ենթարկել, Ուկրաինայի ինքնիշխան տարածքներ ներխուժել եք, դա ինքներս մեզ չկեղծենք, այդ ամեն ինչը եղել է։ Դեքտեն ասում դու Յուգոսլավիայում արեցիք դա մարդ ես անում։ Հիմա սա է անում, ասում որ դուսեց էլի կարամ անում։ Բայց դա չի նշանակում որ մի անգամից հիմա Ուկրաինայում բան կարա փոխվի, դեռևս Ուկրաինան այլ աղբյուրներից սպառազինություն ստանում, այս պատերազմի համար այլ հələ դեռևս ամեն ինչ չի խառնվել իրար, եթե Միացյալ Նահանգները չի մտել շատ երկարատև պատերազմի մեջ, բայց Ռուսաստանը վստահաբար հասկանում է ինչ անում եւ ես մի բան էլ ասեմ, Ռուսաստանին Պուտինին ավելի հոգեհարած ովքեր են։ Արևմուտքը։ Դա ինչի պետք է այաթոլաների համար ինքն իրան վտանգ է։ Բոլորն ասում են որ նա արևմտամետ գործիչ։ Երբ որ սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգները աշխարհում terroristների որսեր սկսել, դու ամենաառաջին երկրներից մեկը որ աջակցելու ցանկություն ունեցավ, դա Ռուսաստանն էր։ Ու Իրանի միջուկային ծրագրի ամենամեծ ճշնամիներից մեկը նաև Ռուսաստանն էր։ Իրանի նախկին արտգործնախարարներից մեկը, ով որ Իրանում կա ուրեմն պրակտիկա, սիրելի հայրենակիցներ, որ արտգործնախարարը հրաժարական տալուց հետո մի քանի ժամ ձայնագրում է իր խոսքը։ Եվ դա արխիվացվում է։ Եվ շատ տարիներ հետո կարող է այդ խոսքը հրապարակայնացվել։ Ամենահայտնի վերջին արտգործնախարարներից մեկի խոսքից որոշ տվյալներ էին հրապարակել, որտեղ նա ասել էր, որ ռուսները չեն թողնում։ Այդ գործարքը նաև ռուսների բոլորը մտածում էին, որ բան Ամերիկան խանգարում, չէ՞, շատ ուժեղ էր դա։
Հնդկաստանը կզգուշանա ինչ-որ կտրուկ բաների անելուց։ Այսինքն կտրուկ աջակցություն լավ կարպես։ Ռուսներից, Հնդկաստանից, Չինաստանից կունենա Իրանը թե չէ։ Չինաստանը այդքան ուժ չունի։ Չինաստանը այդքան ուժ չունի, համել վախենում են։ Հաջորդ պատերազմը կարող է շղթայով տարածվել։ Մենք նախորդ եթերում նաև ասել ենք, որ սա Չինաստանի դեմ է։ Եվ կարող է հասնել, եւ կհասնի կորեաներին եւ Թայվանին։ Ես ուրիշ բան ասեմ, այսինքն լավ, բայց Չինաստանը ասենք էլի չափազանցվում է շատ, այդքան ուժ չունի։ Ռազմական տեսանկյունից իր բանակը չփորձարկված է, իր միջոցները չփորձարկված են։ Ոչ ոք չգիտի այդ միլիոնանոց բանակը ինչպես կարող է պատերազմել։ Անմարքան մի բան էլի ասեմ։ Խնդրեմ։ Իրանը հիմա օգնության կարիք չունի։ Ինչ զենք պետք է տան։ Դուրս ես ասում։ Ռուսներն օրինակ ինչ զենք պետք է տան։ Չէ, ռուսների մասով չեմ ասում, ռուսները ինչ պետք է տան։ Ասենք հոպ կարային տային, դա ոնց որ տվել են, հոպ կա։ Իրանը ինչ-որ մի բան, գիտեք ինչ կարող օգնի, որ չգիտեմ, 100 գեր ժամանակակից 4++ կամ 5-րդ սերնդի կորսանիչներ տան, կտան, ով կտա տենց բան։ Չէ, F-35-ը օթում հարվածեց ռուսական Յակի։ Յակ 130։ Այդ բանի որ թվի է դա արտադրված։ Երկրորդ աշխարհամարտ կատակ եմ անում։ Դե գիտես ինչն է բանը, որ ուրիշ ինչ պետք է տան, ուրիշ բան պետք չէ։ Եթե այս ձևով են գնում ես վերլուծական մասով, ուրեմն Իրանը դատապարտված է կարծես։ Այսինքն նայ, ոչ ռեսուրսներով, ոչ ռազմական ուժով։ Նկատի ունեմ լավ օթային հարվածներ, բան, այս կոնտեքստում եմ ասում, չեմ ասում հողի վրա boots on ground օպերացիա։ Ինքը ժամանակի ընթացքում, այսինքն եթե շարունակեն այս ռմբակոծությունը, դատապարտված են։ Դատապարտված չի։ Դե ասա ոնց։ Դա ասա ոնց։ Այդ երկիրը մի համաձայնիր իմ հետ, ասա, չէ, սենց կանեն, ես ինչ կանեն։ Որտեվ ինքը դեռևս ռեսուրս ունի ոչինչ անալու։ Այսինքն ինչ ռեսուրս ունի։ Ռմբակոծվում է, թող ռմբակոծեն, կռմբակոծեն, մինչև իրանք խնդիրներ կունենան իրենք ինձ ռմբակոծելուց եւ կդադարեցնեն։ Սկսեն որոնել քաղաքական հասկացա, հետո ինքը իր ամբողջ ենթակառուցվածքները ջարդուփշուր եղած կլինի, ռազմական ներուժը ջարդուփշուր եղած կլինի, այդ մոխիրից ոդկի կանգնելու process-ի մեջ կլինի ու ինչ է անելու։ Չէ, ինչ պետք է անի, ինչ ասենք ամերիկացիները ինչ պետք է անեն, ցամաքային գործողություններ սկսեն։ Չէ, բացառում եմ ես։ Ցամաքային գործողություն դա, ասենք, Ամերիկայի դժողքի դարպասը բացելու են մտնեն մեջը, ասենք նոյեմբեր ամսին ընտրություններ են, Թրամփի վիճակը շատ վատ է այս մասով, Ամերիկայի ժողովուրդը չի աջակցում, ժողովրդի մեծամասնությունը չի աջակցում այս պատերազմը, Թաքեր Քարլսոնները, այսինքն այդ մեծ ոդկասթերները, թե մի դաունը բլոգեր եք ուզում դրեք, ինչ ուզում եք դրեք, բայց հզոր կարծիքի ձևավորման համակարգեր են նրանք տոտալ գնում են դեմ եւ նաեւ հակաիսրայելական որ ցամաքային գործողություններ չեն անում, ինչ պետք է անեն բա։ Այնքան ռազմական ներուժով հարված են օթային, որ Իրանի ռազմական եւ տնտեսական ներուժը հողին հավասարացնեն։ Եվ ներքին քաոսի մեջ անկախային երկիր է։ Բայց դա նույնպես էլի վերջը չի ներ, պարոն Մարուկյան։ Ես չեմ ասում վերջը, բայց ուզում ասեմ պատերազմի։ Ուզում ասեմ, այդ հələ որ չի ստացվում ծնկի ռեժիմը։ Իրենց պետք է իշխանապողություն անել։ Այստեղ մի հատ կարևոր բան։ Ուրեմն սիրելիներ, եթե Իրանում ռեժիմը պահպանվում է, այսինքն սպանում են գլխավոր հոգեոր առաջնորդին, իրենք հավաքվում են ընտրում են նորին են սպանում, հավաքվում են ընտրում են նորին, գլխավոր շտաբի պետին են սպանում։ Նույն ժամկետը գլխավոր շտաբի պետ, պայմանախարարին նշանակում է պայմանախարար, հա։ Եթե այս ձևով շարունակվում է, ու այդ համակարգը այն ձևով ինչ ձևով որ համարությամբ ներդրված է, պահպանվում է, դա նշանակում է, որ արևմուտքը հավաքական Միացյալ Նահանգները, Իսրայել, նրանք պարտված են։ Ինչու, որովհետև նրանց ամբողջ նպատակը այն է, որ այդ ռեժիմը այդ իր տիպով փոխվի, լրիվ ուրիշ ռեժիմ լինի։ Իսկ ով էր ասում, որ պետք է Իրանը ասենց չավերվի։ Ինչ որ մարդիկ էլին, որ նստած տունը ֆանտաստիկ կինոներ են նայում, այտենց վելուծություններ են գրում, որ Իրանը տալու էր ոչնչացնել ավելի ամեն ինչ, չէ, բոլորի համար ակնհայտ էր, որ Իրանը այս ճակատագրին էր արժանանալու, այդ այդպիսի բախում լիներ։ Բայց Իրանը իրանքի պատրաստվել էին հետ։ Բայց Իրանը պատրաստ է այդ գինը վճարելու, ինձ թվում է։ Մարդը այնտեղ արժեք չի։ Իմ ընկալմամբ սա ինքնիշխանության գին է, սա ուրիշ բանի գին չի, այսինքն ինքնիշխան պետություն լինելու Ես ասածս ուղեմ։ Դες լիքը մարդիկ գրում են, բայց չէ որ այդ այաթոլան 30,000 մարդ սպանեն, չգիտեմ ինչ, նա էսի ինչ բանա, ժողովուրդ ջան, մենք դա չենք քննարկում։ Մենք այս հաղորդման ընթացքում չենք քննարկում մարդու իրավունքները տարբեր երկրներում։ Դա էլ կարանք քննարկենք։ Եթե մենք մարդու իրավունքներից խոսանք օրինակ Իրանում, բնականաբար չկա։
Եթե դա Իսրայելն էլ 30,000-ից ավել երեխա է սպանել Պաղեստինում։ Այո, մեկը դրա մասին մտածել եք, խոսել եք։ Այսինքն ոչ մեկ պադարակ չի էլի, մտ հանգստացեք։ Բայց մարդու իրավունքների կռիվ չի։ Մենք քննարկում ենք պետությունների սուվերենություն ինքնիշխանությունը։ Ինչ է ուզում։ Մենք ամփոփենք, կարծես։ Ասենք ամփոփել։ Այո։ Դե ես այս հարցում շատ նրբանակատ եմ։ Հասկանալի է, որ Հայաստանում կա հրեական համայնք։ Իսրայելին ես Հայաստանի թշնամի պետություն չեմ համարում։ Այո։ Ու իմ խոսքում որովե հակա իսրայելական բան չեք նկատի, այս ընդհակառակը հիանում է երկրի հաջողություններով, գիտատեխնիկական առաջընթացով, կառավարման հմտություններով եւ ինչ որ առումով նաեւ նախանձում է։ Դե ոնց այդ արյան փոշու այդ ավերի մեջ քանի պատրաստների միջով անցան իրենք կարողացան ինչ որ էլիտա ձևավորել։ Իրենց շարժումը, իրենց պայքարը ձևավորեց էլիտա, բայց մեր մոտ այդպեսի բան չկա, բայց նույն Նաթանյահուն տեսեք պատրաստի մասնակից է, վիրավորվել է, մեռնելուց է պրծել եւ այլն։ Ես նաեւ շատ սիրում եմ Իրանը, իրանական մշակույթը, հատկապես ֆարսին լեզուն։ Այսինքն այստեղ իմ համար կողմեր չկան, վստահ եմ ձեր համար էլ։ Եվ խաղաղության կողմնակիցն ենք էլի, որտեղ այս պատերազմը տարածաշրջանում ոչ ոքի իսկապես պետք չի։ Սիրելի հայրենակիցներ, մենք հետևում ենք ընթացքին, բնականաբար ամեն րոպե բան է փոխվում, բայց միևնույն ժամանակ մենք փորձում ենք ոչ միայն ուղակի ինչ որ լուրերը դուք եք կարդում, տեսնում եք, այլ դրա հետ տալ նաև վերլուծություն, թե ինչ սցենարներ կան, ինչ կարող է լինել, այն ինչպես կարող է ազդել համաշխարհային քաղաքականության վրա եւ դրա հետևանքները նաեւ Հայաստանի Հանրապետության վրա ինչպեսին կարող է լինել, որովհետեւ վերջին հաշվով նաեւ հենց հիմա սահմանը փակ է Հայաստանի հետ, օտարերկրյա քաղաքացիները որքան որ հասկանում եմ կարող են անցնել, բայց գիտեք օթային սահմանները, օթային փոխադրումներն է փակված ծոցի երկրների հետ, օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որը Հայաստանը տնտեսապես շատ ծերտ կապված է, բազմաթիվ մարդիկ են այնտեղ հիմա չեն կարողանում վերադառնալ, բազմաթիվ խնդիրներ կան, այսինքն այս իմաստով մենք այնպես չի որ բան ենք, էլի անմասն ենք մնում եւ մեզ հետ կապված որևէ խնդիր չկա։ Չկա նման բան։ Շատ փխրուն աշխարհագրություն է այս աշխարհագրությունը։ Եվ հնարավորություններ կան շատ մեծ, այս ցանկացած ճգնաժամ նաեւ հնարավորություն է։ Բայց նաև պետք է հաշվի առնել, էլի, որ այդպես բան չենք։ Այդպես շատ սուպեր ինքնաբավ երկիր չենք մենք։ Եթե ավելացնելու էլ բան չունես, մենք պետք է ինչ անենք։ Մենք պետք է հետևենք, եթե կլինեն արտահերթ բաներ, ունենանք արտահերթ նաև էպիզոդներ շաբաթվա ընթացքում, այսինքն բացի շաբաթօրվան այսօրվանը սիրելի հայրենակիցներ, ոնց որ նախորդ հաղորդումն ենք մենք արել, եւ եթե չէ, ուրեմն կհանդիպենք հաջորդ շաբաթօրը ամբողջ շաբաթվա կտրվածքով տեղի ունեցող process-ների վերաբերյալ։ Իմ ընկալումն այն է, որ ինձ թվում է այնքան ինտենսիվ են process-ները զարգանում, որ մենք ունենալու ենք արտահերթ հաղորդում։ Ինչ թվում է, հա, միշտ պատրաստ։ Որ այս մուսուլման, ես ասեմ վերջացնենք, էլի, այս մուսուլմանական երկրների կապված է որ մարդու իրավունքների վերաբերյալ վետահատողություն են անում, շատ ծիծաղելի է։ Հայկական Facebook։ Իրանում էլ հասկացանք, ինչ որ ավանդական չընդհատվող պետականությունն քանի որ դինաստիաներ են միշտ եղել, տարբեր մեկը մյուսին փոփոխող, բայց մնացյալ տեղերում ինչու՞ չէ նաև Իրանում կա երկու դասակարգ։ Այո։ Իմամները եւ զինվորականները, որոնք մարդակերությամբ իրար չեն զիջում եւ չեն զիջել, որովհետեւ այս այաթոլլաների ռեժիմին նախորդած ռեժիմն էլ քնքուշ եւ բարի մարդկանց բազմություն չէր եւ իրենք էլ պակաս մարդու գլուխ չեն կերել, բավական է միայն հիշել Սավակ գախնի ոստիկանությունը, կարող են հիշել մարդկանց նկատմամբ բռնությունները, կտանքները, ինչի հետևանքով էլ վերջո եղավ իսլամական հեղափոխություն, այսինքն արևելքում դեմոկրատներ չկան կամ շատ քիչ են։ Այո, այո, եթե այդպես է, այդպես անհանգիստ եք, Էդմոն Մարուկյանի պես քաղաքական գործիչներ մուսուլմանական աշխարհում շատ դժվար է գտնել, կամ իմամներ են, կամ չգիտեմ, Սադամ Հուսեյնի պես, բան չգիտեմ, ինչ-որ զինվորականներ, որտեղ բոլոր երկրները կամ իմամներն են առաջնորդում, կամ ինչ-որ երիտասարդ զինվորականներ, Եգիպտոսում Նասերը, Ասադը, Իրաքում Սադամ Հուսեյնը, այսինքն ընթացքը պատահական չի։ Միակ բացառությունը Պակիստանն է, որտեղ միակ կին առաջնորդն է եղել։ Բենազիր Բհուտոն, որը ինչ եղավ։ Դե պայթեցրեց։ Սիրելի հայրենակիցներ, այսօր
Այսքանն էր, իրապես լարված հետևում ենք ամբողջ իրադարձություններին։ Մենք ձեզանից, ինչպես միշտ, մի բան ենք խնդրում, միացեք YouTube-ի ալիքին, տարածեք, ձեր կարծիքը գրեք, եթե հարցեր ունեք, գրեք, կանդրադառնանք մյուս հաղորդմանը, եւ նաեւ բնականաբար միացեք Կարփիս հարցեր Կարփիս Փաշոյանի YouTube-ի ալիքին նույնպես եւ դիտեք այնտեղ շատ հետաքրքիր, շատ երկար դիտելու, հանգիստ դիտելու, վերլուծելու, խորելու մանրամասն հարցազրույցները։ Լավ նկարագրեցիք հարցազրույցը։ Շատ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Խոդա հաֆես։